Եվ այսպես Թուրքիան գալիս է Զանգեզուրի Միջանցքի ետևից, հարգելի հեռուստադիտողներ։ Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք փորձում են մի հատ վիրտուալ իրականություն կառուցել, որի շրջանակներում, օրինակ, Ռուսաստանը թշնամի է, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը իրենք կարող են գոնե գործընկերներ լինել, եթե չասենք բարեկամներ։ Ավելին խոսվում է այն մասին, որ մենք Թուրքիա եւ Ադրբեջանի հետ կարող ենք խաղաղություն կառուցել, բայց ինչ է տեղի ունենում իրականում։ Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք այսպես պատկերավոր ներկայացնենք։ Ամեն իշխանություն էլ ինքը ունենում է կոալիցիոն գործընկերներ կամ պաշտոնական կոալիցիոն գործընկերներ կամ ֆորմալ կոալիցիոն գործընկերներ, որոնք շատ դեպքերում արտահայտում են իշխանությունների կարծիքը, իրենց համար հաճո գործողություններ են իրականացնում։ Հայաստանում օրինակ Նիկոլ Փաշինյանը եւս ունի կոալիցիոն գործընկեր, իդեմս Արամ Զավենի Սարգսյանի եւ նրա կուսակցությանը, օրինակ Նիկոլ Փաշինյանը ուզում էր Սամվել Կարապետյանի մասնակցությունը ընտրություններին առհասարակ արգելել, այդ գործը վստահել էին անել Արամ Սարգսյանին, ով կենտրոնական ընտրական հանձնաժողով էր դիմել համապատասխան խնդրանքով, պահանջով, ինչպես ուզում եք ձևակերպեք։ Հիմա Թուրքիայում էլ կա այդպիսի մի գործընկեր Ռեջեփ Տայիպ Էրդողանի մոտ, Դևլետ Բախչելիի մասին է եւ նրա ազգայնական կուսակցության մասին է խոսքը։ Ուրեմն 3 Դևլետ Բախչելին ելույթ է ունենում եւ տրամաբանությունը Բախչելիի ելույթի հետեւյալն է, որ կարծես թե Թուրքիայում եւ Ադրբեջանում մի փոքր շունչները քաշել են, թեթևացել են եւ կարծում եմ, որ շատ բաներ, որոնք նախկինում պետք էր թաքցնել, այդ ամենը արդեն կարելի է ավելի բաց տեքստով ասել։ Հայաստանում օրինակ կա մի քաղաքական գործիչ, ով ընտրությունից հետո եւս նույն տրամաբանությամբ հայտարարություն է արել, նա երևի շունչ էր քաշել, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է, հիմա նույն տրամաբանությամբ Թուրքիայից եւս եկան հայտարարություններ, ինչ է ասում Դևլետ Բախչելին, ասում է, ուրեմն սա պարզապես Զանգեզուրի միջանցք չէ, թրիպի մասին է խոսքը, դա պարզապես Զանգեզուրի միջանցք չէ, դա Թուրանի միջանցք է, դա դարպաս է դեպի թուրքական դար, դա դարպաս է, որը թույլ է տալիս միավորել թուրքական աշխարհը, դա լոգիստիկ կարևոր դարպաս է, մշակութային, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Դևլետ Բախչելին Ռեջեփ Տայիպ Էրդողանի կոալիցիոն գործընկեր է։ Այն ամենը, ինչը Թուրքիայում այս կամ այն պատճառներով չեն ուզում հրապարակային կերպով ասել իշխանությունները, հրապարակայնացնում է Դևլետ Բախչելին։ Սահմանադրական փոփոխություններից մինչև Զանգեզուրի միջանցքին վերաբերվող իրենց ծրագրերը եւս մի կարևոր նրբերանգ հարգելի հեռուստադիտողներ, Արփինեն ներկայացրեց օրինակ Իլհամ Ալիևի հանդիպումը ամերիկացի սենատորի հետ, եւս չէ շատ հատկանշական է, որ Ալիևը հանդիպումը հենց այն մարդու հետ, ով ժամանակին արգելել էր Ադրբեջանին զենք վաճառել, այդ ամերիկացի սենատորի բախտը բերեց, որ ինքը չասեց նոլդու, ինչպես ժամանակին Ալիևը դիմել էր Նիկոլ Փաշինյանին, իսկ ինչ արել Իլհամ Ալիևը ընտրություններից հետո նա եւս անդրադառնալով թրիպ կոչվող այդ կոմունիկացիոն երևույթին եւս օգտագործել է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ինչու է Ալիևը դա անում, Դևլետ Բախչելին ինչու է դա անում, կրկին ասենք, մարդկանց մոտ հավանաբար շուտ այնց հոգեկան թեթևություն է գրանցվում, այսպես հա ձևակերպենք, իրենք կարծում են, քանի Նիկոլ Փաշինյանը մնացել է, կա հնարավորություն միջև վերջ հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք իրենք ուզում էին կյանքի կոչել, հետեւաբար կարելի է հայ ժողովրդի հետ անկեղծ լինել եւ պատմել, թե ինչ է իրենց սպասում, իսկ իրենց սպասում է այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են ստանալ Զանգեզուրի միջանցք։ Եկեք միած սրան էլ հավելենք այն, որ շուտով Օրդուբադում տեղի է ունենալու վերադարձ արևմտյան Ադրբեջան փառատոնը, երրորդ արդեն փառատոնը, Արևմտյան Ադրբեջանի համայնքը, եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին վերընտրության կապակցությամբ, դուք հասկանում եք, այս մարդը, երբ որ այստեղ մատիկով այսպես ձեզ սպառնում է, գրեթե ասում է, բոլորի հետևից գալու եմ առանձին ով իմ դեմ քվեարկել է, հասկանամ ինչու է քվեարկել, երբ որ ինքը ձեզ սպառնում է, այդ ժամանակ Հայաստանի սպառնում են Զանգեզուրի միջանցքի մասին են խոսում, Ալիևը, Բախչելին, վերադարձ Արևմտյան Ադրբեջան փառատոն են անցկացնում, որպեսզի ավելի պարզ լինի, տեսեք, 1996 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրություններից առնվազն 3-ից մեկն են, հա այդ ընտրությունները, այսպես ձևակերպենք, հենց այդ ընտրություններից հետո, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ պահպանել իր իշխանությունը, մեղմ ձևակերպենք վարչական ռեսուրսի օգտագործում, հենց այդ փուլից սկսած նա շատ ավելի ակտիվ սկսեց այն թեզը առաջ տանել, որ մենք պետք է ազատվենք Արցախի հանրապետությունից։ Ինչու՞, որովհետև
իր լեգիտիմությունը ներսում կախված էր արտաքին լեգիտիմությունից, իսկ արտաքին դերակատարները պահանջում են իր կողմից մեղմ, ասենք, զիջումներ։ Նույն իրավիճակում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, ներքին լեգիտիմություն ինքը չունի։ Այս ընտրությունները ցույց են տվել մի կարևոր հանգամանք. 50+1 քվ Նիկոլ Փաշինյանը չի ստացել, եթե Սերժ Սարգսյանի այլանդակ ժառանգությունը չլիներ իդեմս սահմանադրության, նա ազգային ժողովում մանդատների 60%-ը եւս չէր ստանա, բայց արձանագրենք, ինքը Նիկոլ Փաշինյանը ընտրությունից առաջ ասում էր մեծամասնությունը 50+1-ն է, դա այսպես ասած ժողովրդի աջակցությունը, ժողովրդի լեգիտիմության մասին հենց 50+1-ն է խոսում, ինքը այդ 50+1-ը չի ստացել, ուստի ել ավելի է կախված լինելու արտաքին աշխարհի կարծիքներից, արտաքին աշխարհի մոտեցումներից, արտաքին աշխարհն էլ իր մոտեցումները ցույց է տալիս, ինքը պահանջում է Հայաստանի Հանրապետությունից Զանգեզուրի միջանցք։ Հիմա տեսնենք Օրդուբադում, երբ որ տեղի ունեն այդ փառատոնը, վերադարձ արևմտյան Ադրբեջան, տեսնենք ինչ հայտարարություններով են հանդես գալու, ինչ արձագանք է այս ամեն ինչի վերաբերյալ լինելու պաշտոնական Երևանից, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, ինչևէ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, մենք պետք է նշենք հետևյալը. Դևլետ Բաղչելին, Իլհամ Ալիևը, իրենք Փաշինյանի ընտրողների հետ շատ ավելի անկեղծ են, քան ինքը Նիկոլը։ Սա արձանագրենք։ Հաջորդը, այն ինչի մասին մենք ձեզ հետ խոսում ենք դեռևս հունիսի 8-ին, շաբաթվա վերջում շատ ավելի տեսանելի է դառնում հետևյալ համատեքստում. Հայաստանը մտել է տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ճգնաժամի նոր փուլ։ Թուրքիան, Ադրբեջանը փորձելու են մաքսիմալ այս ամեն ինչից օգտվել, փորձելու են Հայաստանին պարտադրել կապիտուլյացիա, որի շրջանակներում մենք վերահսկողություն չենք ունենալու առնվազն մեկ կարևոր կոմունիկացիայի նկատմամբ։ Ընդհանրապես նաև ինչ է ասում Դևլետ Բաղչելին, ասում է, սա Հայաստանի համար պատմական ընտրության հնարավորություն է։ Դուք կամ միանում եք այդ պրոյեկտին, այլ կերպ ասած, դուք կամ հանձնում եք Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանին եւ Թուրքիան, կամ դուք շարունակում եք շրջափակված մնալ։ Ծանոթ խոսքեր են, չէ, ծանոթ շեշտադրումներ են։ ԼՔՊ-ական չմնաց, որ նույն բանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չասի։ Ուղղակի իմացեք մեկ բան, Հայաստանին պարտադրում են կապիտուլյացիա միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսը եւ այլանդակ սահմանադրությունը օգտագործելով պահպանել է իր իշխանությունը։ Մտածեք այդ մասին։